Ուկրաինայի մի շարք խոշոր քաղաքներ, այդ թվում Կիևը, Դնեպրը եւ Խարկովը ենթարկվել են ռուսական հրթիռային եւ անօդաչու հարվածների, որոնց հետևանքով ըստ ուկրաինական իշխանությունների զոհվել է առնվազն 9 մարդ, իսկ ավելի քան 60-ը վիրավորվել են։ Նախնական տվյալներով Դնեպրում զոհվել է 5 մարդ, վիրավորվել ավելի քան 25-ը, վնասվել են բնակելի շենքեր, ավտոմեքենաներ եւ խաղահրապարակներ, իսկ Կիևում առնվազն 4 զոհ եւ 51 վիրավոր կա, այդ թվում երեխաներ։ Հարվածներից մեկի հետևանքով փլուզվել է 24 հարկանի բնակելի շենքի մի հատված եւ փլատակների տակ կարող են մարդիկ մնացած լինել։ Խարկովում էլ դրոնային հարձակման հետևանքով վիրավորվել է 10 մարդ, որոնց թվում կա նաեւ երեխա։ Ավելի վաղ Վոլոդիմիր Զելենսկին զգուշացրել էր հնարավոր լայնածավալ հարձակումների մասին, նշելով, որ ուկրաինական հետախուզության տվյալներով Ռուսաստանը նախապատրաստվել է խոշոր գործողության։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ եթե Հեզբոլահը չդադարեցնի հարձակումներն Իսրայելի դեմ, ապա իսրայելական ուժերը կհարվածեն Բեյրութում գտնվող ահաբեկչական թիրախներին։ Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ շատ լավ զրույց է ունեցել Հեզբոլահի հետ միջնորդների միջոցով եւ որ կողմերը համաձայնել են դադարեցնել կրակը։ Լիբանանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը նույնպես հայտնել էր, որ Հեզբոլահն ընդունել է փոխադարձ հարձակումների դադարեցման վերաբերյալ ամերիկյան առաջարկը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները շարունակվում են, հակադարձելով այն տեղեկություններին, թե Թեհրանը դադարեցրել է շփումները Վաշինգտոնի հետ։ Թրամփը նշել է, որ բանակցություններն Իրանի Իսլամական Հանրապետության հետ շատ արագ տեմպերով առաջ են գնում։ Ավելի վաղ Թասնիմը հայտնել էր, որ իրանական բանակցային խումբը դադարեցնում է միջնորդների միջոցով Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ հաղորդագրությունների փոխանակումը Իսրայելի կողմից Լիբանանում իրականացվող հարձակումների պատճառով։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության մասնագետները գրանցել են Զապորոժիայի ատոմային էլեկտրակայանի տուրբինի պատյանի արտաքին վնասվածքները, որոնք ըստ կայանի ռուսական ղեկավարության առաջացել են անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով։ Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ միջադեպը լուրջ է եւ վտանգի տակ է դրել միջուկային անվտանգության հիմնական սկզբունքները։ Ուկրաինական կողմը հայտարարել է, որ իրենց զինվորականները գործում են միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակներում եւ գիտակցում են միջուկային օբյեկտների դեմ ցանկացած գործողության հնարավոր հետևանքները։ Միացյալ Թագավորության ռազմածովային ուժերի ծովային առևտրի գործողությունների կենտրոնը հայտնել է, որ Իրաքի Քասեր նավահանգստային քաղաքի մոտ 40 ծովային մղոն հարավ-արևել գտնվող շրջանում բեռնատար նավը ենթարկվել է հարձակման։ Հաղորդագրության համաձայն նավը եղել է Պարսից ծոցով տարանցման ընթացքում, երբ անհայտ արկը հարվածել է դրա աջ կողմին, ինչի հետևանքով տեղի ունեցել հզոր պայթյուն։ Առայժմ տեղեկություններ չեն հրապարակվել նավի անձնակազմի հնարավոր զոհերի կամ վնասների ծավալների մասին։ Միջադեպի հանգամանքներն ու հարձակման աղբյուրը դեռևս պարզվում են։